Եկեք հարցին երկու մոտեցում ցուցաբերենք։ Եթե այս մարդիկ 8 տարի իշխանության են եւ 8 տարիների ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից հայկական կողմը միշտ ուժած է դուրս եկել։ Սա որպես արդեն աքսիոմա է դարձել, երբ որ գործող քաղաքական ռեժիմը հայտարարում որ այս հարցում գնում է գործարքի Ադրբեջանի հետ, սա նշանակում է մենք դրանից ուժած ենք դուրս գալու։ Սա պետք է անգիր անել, ուղղակի հստակերպով հասկանալ։ Գործող այս մարդիկ երբեք Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հայ ժողովրդի համար շահած տարբերակով դուրս չեն գա։ Միշտ հայկական կողմը ուժած է լինելու, բայց շատ հնարավոր է իրենց քաղաքական ռեժիմը դրանից շահի։ Իրանք դա փորձեն տենց ներկայացնել։ Հիմա, երբ որ խոսում են էներգետիկ համակարգերի միավորման մասին, սա մեղմ ասած շատ անլուրջ է։ Մի փոքր sense ասեմ, գիտաֆանտաստիկայի ժանրից, որովհետև միավորել այդ համակարգերը հնարավոր չէ։ Սա ահռելի գումարների, ահռելի ֆինանսական միջոցների եւ այլի հետ մասին է խոսում։ Այսինքն, այս մարդիկ օգտագործելով, որ միավորում ենք էներգետիկ համակարգեր բառակապակցությունը, ցույց է տալի նաեւ իրենց դիլետանտ էությունը, այսինքն 8 տարիներով իշխանության եք տենց չեն կարողանում հասկանալ, թե այդ համակարգերը ոնց է աշխատում։ Բայց ասենք թե ինչ որ առումով կապել այդ համակարգերը իրար հետ տեսականորեն հնարավոր է։ Հիմա ամենակարևորը հասկանանք ինչ է սրա հետևում թաքնված, որն է պատճառը, որ հանգարց մեկը քնեցին, զարթնեցին, որոշեցին համակարգեր միավորել։ Իրական պատճառը այն պատճառն է, որը Թուրքիան եւ Ադրբեջանը դնում է Հայաստանի առաջ էլեկտրաէներգիա արտադրության ոլորտում։ Դա է ատոմակայանի փակումը։ Իսկ ատոմակայանը ապահովում է Հայաստանի էներգետիկ գեներացիայի 30-ից 40% կապված սեզոնի հետ։ Այսինքն, եթե դու հրաժարվում ես քո էլեկտրագեներացիայի 40%-ից, դա դու հայտնում ես խորքային էներգետիկ ճգնաժամի մեջ, որովհետեւ Հայաստանը խուսափեց ճգնաժամից, իրեն խոսք են տալի, ասում են լավ կկապեք մեր համակարգերի հետ, մենք ձեզ կմատակարարենք էլեկտրաէներգիա։ Նույնիսկ հնարավոր է ոնց որ բենզինի դեպքում են ասում, մի քիչ էլ էժան կտանք այս բանը։ Կարևորը որպեսզի շուկան գրավեն։ Հենց եթե ասված չանի, եթե սցենարը աշխատեց եւ մենք հայտնվեցինք էներգետիկ նաեւ կախվածության մեջ Ադրբեջանից, ապա հաջորդիվ իրանք սկսելու են գները բարձրացնել։ Ու սա ոչ միայն էներգետիկ խնդիր է կամ էներգետիկ անվտանգության խնդիր է, սա արդեն հստակ կերպով ազգային անվտանգության թեմատիկա է։ Այսինքն մենք մեր ազգային անվտանգությունը դնում ենք, փորձում ենք վնասել Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից ելնելով, այսինքն իրենց պահանջը իրականացնելով, որն է փակեք գործող ատոմակայանը։